Բարեօր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ ժամանակ, որ գտաք, հատկապես որ շոքին կարողացաք հասնել այստեղ։ Պարոն Մեհրաբյան, Հանուն Հանրապետությունը եւս, հիմա ասեմ, ինչու եմ ասում եւս դիմեց համանadrական դատարան ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, այսինքն ըստ էության նոր ընտրություններ նշանակելու կամ էլ, հեսա դուք ավելի երևի կոնկրետ կասեք, նախ ինչով է պայմանավորված ձեր հայցը։ Ցանկությամբ եւ պահանջով գնահատական տալ այն զանգվածային համակարգված ընտրակաշառքին, ընտրակաշառատվության այդ արշավին, իսկ եթե կուզեք նաև ասպատակությանը, որի պայմաններում տեղի ունեցան այս ընտրությունները։ Հիմքում մեր հայցի բոլոր այն հաղորդագրություններն են, որոնք հրապարակվել են մամլոյցառայությունների կողմից, թե հակակոռուպցիոն կոմիտեի, թե ԱԱԾ-ի, թե քննչականի, թե դատախազության, թե մամուլի, թե հասարակական կազմակերպությունների եւ այլն։ Մենք ուղղակի ցանկով հղումները դրել ենք ու ասել ենք, որ այս ամենը սրան պետք է տալ գնահատական։ Եթե գնահատականից կբխի այն ինչ դուք ասացիք, այսինքն ընտրությունների չեղարկում կամ այլ որոշում, մենք պատրաստ ենք հարգել ցանկացած որոշում, որ կբխի այդ գնահատականից, բայց այդ գնահատականը մենք համարում ենք պարտադիր նաև ապագա օրենսդիր իշխանության համար, որ որպես ուղեցույց օգտվելով դրանից նոր օրենքներ ընդունվեն, օրենքներ, որոնք մեզ կպաշտպանեն նման արհավիրքից, որին փաստորեն պետությունը ինստիտուցիոնալ օրենսդրական մակարդակով դիմագրավելու կարողություն չցուցաբերեց, եւ դա փաստ է, եւ դա չկասեցվեց։ Այսինքն դուք համաձայն եք Ազատ Արշակյանի այն մտքին, որ այստեղ է ասել, որ ընտրակաշառքների այդ ծավալը ըստ էության պետության անգործության հետևանք է։ Այո, մեկ, երկրորդը անկարողության հետևանք է։ Հիմա թե այդ ամենը արդեն ցանկության պակասն է, թե կարողության պակասն արդեն կարևոր չէ։ Բացի դրանից, այո, նաև հարց է առաջանում, թե ընդհանրապես քաղաքական X կուսակցությունը, որը զբաղված է զանգվածային ընտրակաշառքներով եւ մի քանի տասնյակ դեպքեր ուղղակի առերևույթ բացահայտվում են եւ քննություն է տարվում, դա կուսակցությունը, թե կազմակերպված քրեական խմբավորում, որովհետև դա ըստ էության վերտիկալ ինտեգրված, ստրուկտուրիզացված համակարգ է ձևավորվել, որը զբաղվել է ձայների գնմամբ, որը հանցագործություն է։ Եվ քանի որ այդ ամենը նախապես մտածված սուբորդինացիայով, աշխարհագրական լայն տարածումով, ասենք մենակ X կամ Y բնակավայր, տեղամաս, միայն լոկալ բնույթ չի կրել, այլ ամբողջ պետության մասշտաբներով է դա տեղի ունեցել, տարբեր մարզերով, այս ամենը հարցեր է առաջացնում, որի գնահատականն էլ հենց մենք ակնկալում ենք սահմանադրական դատարանից։ Եվ մի կարևոր բան հիմա մեզ կարող են առարկել այն իմաստով, հա դե հիմա հրապարակել են, հետո ինչ դատական որոշում չկա։ Մենք երեք այդ ինչալ այդ թեմայով վիճել ենք ես ու դուք։ Հիմա տեսեք, մենք մեր հարցը հետևյալն է, որ մենք չենք ակնկալում սահմանադրական դատարանից, հա, որ սահմանադրական դատարանը իրենով այդ դատական ֆունկցիան կատարի, հա, այդ դեպքը հանցագործությունը թե չէ։ Դրա մասին դրա համար կա ուրիշ դատարան, բայց այս տեղի ունեցածի այս զանգվածային բնույթը պետք է գնահատականի արժանանա սահմանադրական դատարանի կողմից եւ
այդ որոշումն էլ ըստ էության հիմք դառնա կամ ուղեցույց դառնա, որ ըստ էության ապագա ընտրական process-ները ուղղակի ապահովագրված լինեն նման բանից։ Ի վերջո, մենք պետք է լավ հասկանանք, որ Հայաստանում այո, այդ հիմքով այլևս պետք է կուսակցությունները լիկվիդացվեն ուղղակի։ Մեկ, երկրորդը նաև մենք շատ լավ գիտենք, որ ինչ որ ամեն էպիզոդում ինչ որ մարդ կամ մի խումբ մարդիկ ինչ որ փող են տվել քաղաքացիներին, հա, հիմա հարց պետք է առաջանա, չէ՞, իրենց փողն էր, թե որտեղից է փողը, ում փողն էր դա, ու արդյոք դա չի գնում մի շրջանակ, մի կենտրոն, մի գլուխ, եւ այլն, այս ամենի, այո, Դե նա տեղեկություններ հայտնվեցին, որ նույն Ռուսաստան Դաշնության տարբեր տեղերում դրամահավաքներ են արել օրինակ։ Բայց մեր հայրենակիցներն են հավաքում։ Հասկանալի է, ինչի համար։ Ճանապարհածախս, իսկ ուրիշ հայրենակիցներ միգուցե անում են, որպեսզի բաժանեն, որովհետև այս դեպքերը որտեղից են բռնվում։ Չէ, ես դեպքերը չեմ վիճարկում, բայց այստեղ ես ճիշտ եմ հասկանում կամ կարելի է այսպես մեկնաբանել ձեր պահանջը, որ դուք Սահմանադրական դատարանից պահանջում եք ըստ էության ոչ այնքան իրավական գնահատական հաշվի առնելով, որ չկան դատական որոշումներ, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը կարող է վճիռ կայացնել, այլ ակնկալում եք ըստ էության քաղաքական գնահատականը, թե ինչ քաղաքական գնահատական հենց այդ եմ ասում։ Սա մենք պահանջում ենք իրավական գնահատական հենց այդ մասով, որքանով է այդ ամենը ազդել ընտրական process-ի վրա։ Եվ արդյոք այս կամարտահայտությունը ընտրություններով, հա, դրսևորված, արդյոք դա կամարտահայտություն է, թե այն դեֆորմացվել է հենց նման զանգվածային ընտրակաշառքի դեպքերով։ Սրա մասին է խոսքը։ Եվ եթե Սահմանադրական դատարանը ուրեմն գնահատական կձևակերպի դրանից բխող բոլոր գործողությունները, որը կորոշի Սահմանադրական դատարանը, մենք պատրաստ ենք ամենայն հարգանքով վերաբերվել, բայց մենք սա շատ կարևոր ենք համարում, կրկնում եմ, ապագայում այս ամենը թույլ չտալու համար։ Պարոն Մերաբյան, Սահմանադրական Գիտեք ինչ, 31 թվականի ընտրությունները չպետք է լինեն այնպես ինչպես 21-ներ, 26-ներ պետության լինել եւ չլինելու ընտրություն։ Չպետք է լինի դեֆորմացված այն աստիճանի, որ եթե առերևույթ ձեր առաջ 18 քաղաքական ուժ է, հա, դուք պետք է բոլորն էլ լավ բան են խոստանում, բացեք ծրագրերը, հիանալի, մեկը մյուսից շքեղ, ճոխ, գեղեցիկ, պրոֆեսիոնալ բանակ, այսպես այդ ամեն ինչ։ Հիմա մարդիկ, ասենք, չէ, պետք է ասեն, այսա լավ, ասա ավելի լավ, ասա շատ լավ, բայց ամենալավն է սա, այս սա եմ ուզում։ Դա չէր։ Ամբողջ խնդիրը ռուսական այս ասպատակության հետևանքով, որը դասական հիբրիդային պատերազմ է, որն էլ իր հերթին նաև ծանրացավ առևտրային պատերազմը, որը այս պահի դրությամբ էլ շարունակվում է, ըստ ընտրությունը հետևյալն էր։ Ուրեմն ժողովուրդ ընտրում եք կամ Փաշինյանին, կամ տարբեր դեմքերով, տարբեր գլուխներով, տարբեր բերաններով Պուտինին, ասենք Պուտին 1, Պուտին 2, Պուտին 3, Պուտին 5, Պուտին 10, կամ էլ այն Պուտինի ձակ, այն ասենք ավելի փոքր էլի, նրանք էլ ասենք այն թամաշա սարքելու համար էին։ Ահա մենք ինչ հետ գործ ունենք, սա չի կարելի թույլ տալ, պարզապես, եւ մենք տեսնում ենք, հիմա ասում են մի քիչ օրենքը լավը չի, նաեւ իրավական պրակտիկան այն չի, չհասկացանք։ Սա ամենը այո պետք է հղկվի եւ դառնա շվեյցարական ժամացույցի մեխանիզմի նման անվրեպ աշխատող մի բան, եթե կա ստանդարտ իրավիճակ, արտաքին միջամտություն, պետությունը պետք է ունենա ալգորիթմ գործողությունների եւ բնում խեղդի նման փորձերը։ Մենք չենք կարող էլ եմ ասում 31 թվականը եւս
ունենանք պետության լինել չլինելու ընտրություն։ Բավական է։ Պարոն Մերաբյան, մի քիչ կազուսային իրավիճակ ստեղծվեց, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ բոլոր բողոքները միավորի մեկ գործում պայմանական ասած, այսինքն միաժամանակ կամ համաժամանակ քննի, հասկանալի է, որպեսզի ժամկետներ չխախտվեն, բայց այստեղ կազուսը որն է։ Տեսեք, մինչ ընտրությունները դեռևս դուք քաղաքական ձեր ուժը հայտարարում եք, որ դուք ընդդիմափոխության համար եք դել ընտրապայքարի մեջ, այսինքն ըստ էության դուք ընդդիմության ընդդիմությունն եք։ Հիմա այդ ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը, Հզոր Հայաստանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմել են Սահմանադրական դատարան, ասում են, այս ընտրությունների արդյունքները չեղարկեք։ Դուք էլ եք դիմել։ Հիմա, բայց դուք ըստ էության ստացվում է, որ ձեր բողոքը այս 2, 3, 4 քաղաքական ուժի դեմ է, ասում եք, դուք ասում եք, սրանց հանեք ընդհանրապես քաղաքական դաշտից։ Բայց քննվելու եք միևնույն գործի շրջանակում, չկազուց չի։ Չի ասի, դե որովհետև լավ, այսպես ասենք, թեման մեկն է, իսկ ժամանակը սահմանափակ։ Երկու զուգահեռ քննություն, բայց տարբեր թիրախավորումով չանցկացնելու համար իրավաբանները որոշել են, որ այդ ամենը կարելի է միավորել մեկ քննության շրջանակում, ինչն էլ արել են։ Իհարկե, այստեղ կարելի է ասել, որ դա կարող է ինչ-որ առումով սահմանափակել մեր հնարավորությունը, բայց մյուս կողմից էլ այո, սա նաև հավելյալների հնարավորություն կարող է բացել, այն իմաստով, որ նրանց փաստարկները, որոնք նրանք ներկայացնում են ընտրությունները չեղյալ համարելու համար, այստեղ մի հատ նաև հարց առաջանում, չէ՞, իսկ դուք ով եք։ Այս ձեր համար է արվել։ Դե հիմա պետք է մենք հասկանանք սա ինչ է, սա քաշն ինչքան է սրա, չգիտեմ, մետրաժն ինչքան է եւ այլն, ազդեցության չափն ինչքան է։ Դե խնդրեմ, ու դուք հիմա զբաղված եք ոչ թե ձեր իրավունքի իրացմամբ, այլ իրավունքի չարաշահմամբ եւ պետական մարմինը հավելյալ ծանրաբեռնելով։ Նման ձևով, ասենք, Միացյալ Նահանգներում քրեականներն են զբաղվում, օրը 3-4 հատ բողոք են գրում դատարաններ, տարբեր բանի համար իրանց այս սահմանադրական իրավունքն խախտվել են, ծանրաբեռնում են, 99%-ով պարզա մերժվում են, բայց ամեն դեպքում դա դարձնում են իրենց ապրելակերպ։ Մենք այդ հակասոցիալական էլեմենտների կողմից, հա։ Մենք ըստ էության դրան համանման վարք ենք տեսնում այստեղ եւ նաեւ կարծում ենք, որ սրա դեմը եւս պետք է առնվի։ Իսկ մտավախություն չունեք, որ ձեզ կմեղադրեն դրա համար, որ դուք այդ ընդդիմության ջրաղացին հիմա ջուր եք լսում։ Դե որոշ մարդիկ, ովքեր մինչև վերջ չեն խորացել հարցի մեջ, դե նայում են, եթե 6-ը այսպես կոչված քաղաքական ուժ դիմելա, մենք էլ 7-րդն ենք, դե այդ ընդհանուր մի խմբի մեջ է, դա երևի էլի, ուրեմն ինչ-որ մի sense բան կա, ասում են, բայց դե իմաստ չունի, ժամանակ չունենք, էլի, մենք դնենք բացատրենք ինչն ինչից հետո է։ Լավ, լսումները կլինեն, ամեն ինչ բաց կդառնա, իհարկե, որովհետև լսումներն լինելու են բաց եւ բանավոր։ Շատ լավ, հիմա տեսեք, շատ փորձագետներ, այսպես մտավախություն են, ձեր հետ չի կապված այդ մտավախությունը, միանգամից այդ թեման դնենք մի կողմի վրա, որ Սահմանադրական դատարան դիմել եւ այլն, սա ըստ էության քաղաքական որոշ ուժերի համար այսպես ռազմավարական պաուզայի պես մի բան է։ Այսինքն մենք էլի 2 շաբաթ կշահենք, մինչև հասկանանք ինչ է լինելու։ Հասկանանք ինչ է լինելուն, ես ենթադրում եմ, որ հասկացողները այստեղ չեն, մի քիչ ուրիշ տեղ են։ Այսինքն հարցա դուք ով եք, որ բան հասկանաք կամ ոչ։ Այդ տեսեք, ես այդ ձևով չեմ կարող հարցադրումներ անել, բարեբախտաբար կամ դժբախտաբար, ամենադեպս խուսափում եմ ես նման ձևակերպումներից, բայց մեկ այլ տեսակետ կա, որ այնտեղ որտեղ մտածողներն են, թվում է թե այնտեղ էլ սպասում են, թե այստեղ ինչ կմտածեն, այսինքն հիմա ձեր կարծիքով որտեղ են ովքեր ինչ մտածում։ Երկու այսպես ասենք ձեր առաջ քաշած վերսիաներն էլ
կան, որովհետև եթե այստեղ այո, ես պնդում եմ, որ այս մարդիկ ընդհանրապես սուբյեկտ չեն, այս մարդիկ գործիք են ընդամենը եւ իրենք չեն որոշում իրենք ինչ են կարծում, ինչ չեն կարծում, իրենց փոխարեն կարծում են, նրանք կատարում են, կյանքը դա է ցույց տալիս։ Ընդ որում դա անում են նաև ի վնաս սեփական պետության, ամենայն դեպս այն պետության, որտեղ նրանք հավակնում են Երևալ որպես սուբյեկտ։ Մի կողմից, մյուս կողմից, այո, Մոսկվայում նաև ուզում են ատամով փորձեն Հայաստանի Հանրապետության ինստիտուտների ամրությունը, որից հետո նոր կհետևեն հետագա քայլերը, որովհետև մենք տեսնում ենք այս հիբրիդային պատերազմը ծավալվեց փուլ առ փուլ։ Եթե մինչև ընտրություններն արդեն էմբարգո էր ըստ էության բեռնարկելք մեր արտահանման վրա, ապա հունիսի 12-ին դրան գումարվեց նաև տարանցման նկատմամբ արգելքը։ Հիմա հրահանգիչեցվեց, դե չստացվեց, ուրեմն գնում ենք վարկաբեկման ընտրությունների, եւ Ռուսաստանն էլ այո մենք տեսնում ենք ազատ աշխարհը, ոչ այնքան ազատ աշխարհը շնորհավորում է Հայաստանին այս ընտրությունների կապակցությամբ, ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ եւ միայն աշխարհի թիվ 1 երևելի դեմոկրատ Պուտինն է, որ չի շնորհավորում, իսկ իր ենթականերն էլ ավել պակաս հայտարարություններով են հանդես գալիս։ Տիկին Զախարովան շատ կոռեկտ ձևակերպեց, ասաց մեր դեմոկրատական պրոցեդուրաների մեջ։ Հա, ժողովրդավարական ինստիտուտների եւ այլն։ Դե այս ամենը այո, դա տեղեկատվական դիսկուրսիվ այսպես ֆոն է ապահովում ի օժանդակություն իրենց այս պրոքսիների։ Հիմա այս փուլը սահմանադրական դատարանի փուլն է, որին հետո կտեսնենք ինչ կհետևի։ Ամենայն դեպս այս ընտրությունները ես առիթ ունեցել եմ մամուլի հետ շփումների ժամանակ արդյունքները գնահատելու, ուղղակի կկրկնեմ, որ այս ռուսական ասպատակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին հետ մղեց քվեատուփերի մոտ, բայց պատերազմը չի դադարել, պատերազմը շարունակվելու է եւ ձեռք է բերելու այլ դրսևորումներ, այլ ձևեր մի բարձ պատճառով, որովհետեւ Ռուսաստանի կառավարիչների մտածողությունը որևէ ձևով չի փոխվել եւ փոխվելու էլ որևէ նշաններ ցույց չի տալիս, նույնիսկ այն աղետալի զարգացումների ֆոնին, որը մենք տեսնում ենք Մոսկվայում եւ Ղրիմում, նույնիսկ դա իրենց համար դաս չէ, հետեւաբար այո մենք պետք է ինքներս մեզ պաշտպանենք։ Տեսեք մի բան, երբ Միացյալ Նահանգների նման պետությունը ֆիքսում է չարորակ գործունեություն իրենց դեմ, լինի դա միջազգային ասպարեզում, թե ներսում արդեն ներքին անվտանգության խնդիրներ, այդտեղ ընդունում են օրենքներ։ Օրինակ Բայդենի ժամանակ կար չէ օրենք Միացյալ Նահանգների թշնամիներին դիմագրավելու մասին սանկցիաների միջոցով CAA, TSA օրենքն է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ մեր իրավաբանները այս պահի դրությամբ մտքներով անցնում է, որ Հայաստանում այո հիբրիդային ներգործություններին դիմագրավելու մասին օրենք բերեն, օրենսդիր իշխանություն եւ որտեղ այդ ալգորիթմը ուղղակի ֆիքսված լինի եւ հասկանանք, որ X պահին երբ տեղի է ունենում հիբրիդային ներգործություն Հայաստանի վրա, որ գերատեսչությունն ինչով է զբաղվում եւ ով որտեղ է հայտնվում դրա արդյունքում, մանավանդ երբ ներսում կա կոլաբորանտ, սրանք կոլաբորանտ ուժեր են, պարոն Սարդարյան, եւ այս հիբրիդային պատերազմում նրանք խրամատի հակառակորդի կողմում են եւ սրան պետք է այո տրվի գնահատական եւ սրան պետք է հակազդման մեխանիզմներ մշակվեն օրենսդրական, ուժային, օպերատիվ եւ այլն։
միակը չեք, որ պահանջը դնում եք, բայց որպես կանոն, այսպես նաև մտահոգություն կա, կամ ասենք ասում են, գիտեք ինչ կա, դուք կոչ եք անում, որ Հայաստանում սկսվեն ռեպրեսիաներ։ Ոչ մի ռեպրեսիա։ Հայաստանում պետք է լինի հակազդեցություն պետության թշնամիներին։ Կներեք, եթե գալիս է ինչ-որ մի սուբյեկտ եւ հրապարակայնորեն կասկածանքի տակ է դնում Հայաստանի սուվերենությունը։ Նա մտնում է ոչ թե խոսքի ազատության դաշտ, այլ հասարակության անվտանգության սպառնալիքի դաշտ։ Եթե գալիս է Y սուբյեկտ եւ անվերահսկելի ծավալի փողով սկսում է բաժանել ձայներ առնել, դրա դեմն առնելը ռեպրեսիա է, ոչ դրա դեմն առնելը հակազդեցություն է պետության կողմից, պետության պարտականությունն է անել դա։ Անկախ նրանից ով ինչ կխոսա, այսինքն իրենք ինչ են պատկերացնում, որ չեք թողում ազատ կաշառք բաժանենք, չեք թողում ազատ Հայաստանի Հանրապետությունը դնենք Պուտինի այդ կիրզովի սապոգի տակ։ Իրանց պատկերացրած դեմոկրատիա գնացեք ձեր սիրելի Պուտինի մոտ, ուզեք եւ տեսեք կտա թե ոչ։ Բավական է այս մոսկովսկի ցիրկը բերել Հայաստան, փակել է պետք, եւ սա ռեպրեսիա չէ, այլ սրանք քայլեր են ի պաշտպանություն ժողովրդավարության եւ մեր ներքին անվտանգության։ Բավական է ուղղակի։ Այսինքն բավական հիմք է այն, որ օրինակ մարդիկ ասում են, որ այ կարելի է մտածել միութենական պետությանը միանալու մասին։ Ես ինչի համար եմ այդ հարցը տալիս, որովհետեւ ճիշտ է։ Տեսեք, 4 տարի առաջ Երևանի կենտրոնում Հայկ Բաբուխանյանը Արամ Սարգսյանը Արամ Գասպարի Սարգսյանը ու էլի մի շարք քաղաքական եւ ոչ միայն քաղաքական գործիչներ հավաքվել էին եւ քննարկում էին միութենական պետությանը միանալու անհրաժեշտության մասին, այսինքն պնդում էին։ Բայց հիմա տեսեք, այն ժամանակ իրավապահ համակարգը չնայած ըստ էության որքանով որ ես եմ հիշում, դա հակասահմանադրական։ Բայց իրավապահ համակարգը դրան չարձագանքեց։ Հիմա ասում եք, չէ, պետք է արձագանքի։ Այդ դեպքում, եթե հիմա է արձագանքում դրան, արդյոք դա չի դառնում, որ այ տեսեք, եթե այն ժամանակ չարեցին, որովհետև նրանցից վնաս չկա, այ հիմա անում են, որովհետև վտանգ կա, այ սա արդեն քաղաքական ռեպրեսիա է։ Դրա համար պետք է օրենք ընդունեն եւ անեն օրենքով։ Օրենք պետք է անեն օրենքով։ Այդ ժամանակ ոչ մի ռեպրեսիայի մասին գիտեք ինչ, ժողովրդավարության պաշտպանությունը նաև պետության պարտականությունն է եւ պետությունը երբ այդ պարտականությունը կատարում է, դա չի կարող կոչվել ռեպրեսիա։ Ուղղակի չի կարող կոչվել։ Որովհետեւ այո, հիբրիդային պատերազմի այդ ապատեղեկատվական տարրը նաև առանձնանում է նրանով, որ նրանք կարող են այո ժխտել, որ կա հիբրիդային պատերազմ եւ երկրորդն էլ այո նրանք կարող են հղում անել ժողովրդավարության վրա եւ իրենց իրավունքների, հա։ Դա կոչվում է պարազիտանալ ժողովրդավարական ինստիտուտների վրա, ժողովրդավարությունը թաղելու համար։ Մենք դա էլ ենք տեսել նորագույն պատմության մեջ։ Այո, շատ ավտորիտար, տոտալիտար, հանցագործ ռեժիմներ ձևավորվել են պարազիտանալով ժողովրդավարության ինստիտուտների վրա։ Հետևաբար ժողովրդավարությունը դա բարիք է, որը պետք է լինի նաև բռունցքներով, օրինական բռունցքներով։ Պետությունն ունի ուժի մոնոպոլիա ապրիորի եւ այդ մոնոպոլիան այո պետք է իրացնի իշահ քաղաքացիների անվտանգության եւ պետության պաշտպանության։ Միայն պաշտպանություն, միայն բանակով արտաքին ագրեսիայի դիմագրավելու համար չի։ Նաև պետությունը այլ տիպի մանավանդ այս տեղեկատվական հեղափոխության, գլոբալ տեղեկատվական հեղափոխության պայմաններում այլ տիպի հարձակումների է ենթարկվում նաև եւ պետությունը նաև այդտեղ պետք է գործիքակազմ ունենա, չէ՞։ Ոնց որ գիտենք, եթե տեղի ունեցավ ագրեսիա, ապա ինչ պետք է արվի
մի ժամ հետո, 6 ժամ հետո, 12 ժամ հետո, 24 ժամ հետո այն գաղտնի փաթեթներում բոլոր երկրներում դա է գրած։ Այստեղ մի պետք է լինի։ Պլան Եվ A, դա B, C եւ D։ այո, եւ նաեւ ժամանակային ալգորիթմ, թե որ ժամանակ ինչ պետք է արվի, այո, պետք է ախտորոշվի սպառնալիքի բնույթը, սպառնալիքի աղբյուրը եւ հստակ միջոցների ալգորիթմ լինի այդ սպառնալիքը լիկվիդացնելու համար։ Պարոն Միրաբյան, ընտրությունների ժամանակ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը, երբ արդեն քիչ շատ արդեն հասկանալի են արդյունքները, վերջին արդյունքները նկատի ունեմ, այսպես մտավախության մի հատված կար, շերտ կար, որ այս ամենին կարող են հետևել հետընտրական որոշակի զարգացումներ, այսինքն սադրանքներ եւ այլն, նման բան տեղի չունեցավ։ Ընդ որում հիմա արդեն երկու այսպես այդ մտավախությունը բաժանվել է երկու մասին։ Առաջինն այն, որ մի քիչ հանգիստ շունչ քաշեցին, ասում են, եթե լիներ հաջորդ օրը դուրս կգային փողոց, որովհետև 2 շաբաթ, 3 շաբաթ, 1 ամիս հետո ոչ մեկ փողոց դուրս չի գա, մանավանդ որ արձակուրդային շրջանը մեծամասնությունը արդեն երկրում էլ չի լինելու ենթադրենք։ Բայց կա նաև մտավախության երկրորդ այսպես փուլը ալիքը ասեմ, որ այս ժամանակահատվածը հնարավոր է օգտագործվելու է նրա համար, որպեսզի մարդկանց մոբիլիզացնել, հանեն փողոց եւ այնտեղ հնարավոր են անկարգություններ։ Իհարկե, այդ հնարավորությունը մենք չպետք է հաշվից դուրս անենք, բայց ես դա գնալով ավելի նվազ հավանական եմ համարում մի շարք ներքին եւ արտաքին պատճառներով։ Ներքին պատճառներն այն է, իսկ ով է գալու, ասենք, նույնիսկ այդ կես միլիոն մարդ, ում պետությունը չկարողացավ պաշտպանել այս ասպատակությունից։ Դե եկեք հանուն արդարության ասենք, 500,000-ը չի, որ ենթադրում եմ նրանք համարում են կաշառքի դիմաց, այնտեղ հավատավոր ընդդիմադիրներ կան, չէ՞։ Դե մի քիչ էլ կարող են լինել, այո, իհարկե, ես չեմ ուզում բացարձակացնել բոլոր դեպքեր, բայց որպես կանոն, ջախջախիչ մեծամասնությամբ, հա, եկեք նաև ֆիքսենք, որ խոսք է գնում լատենտ հանցագործության մասին, այսինքն այսքանը որ բռնվել է, բայց ինչքանը չի բռնվել։ Սա ամենաբարդ բացահայտվող հանցագործություններից։ Հիմա մարդիկ համարում են, որ կոնտրակտն ավարտված է, վերջ գնում ենք մեր գործերով։ Մենք չենք ստորագրել նրա տակ, որ դրանից հետո մենք պետք է դուրս գանք, չգիտեմ ինչեր անենք, պլյուս շոկ, պլյուս նաև բարոյալքում որոշակի, հա, հաշվի առնելով, որ իրենց հույսերը չեն արդարանում եւ արդարանալու էլ ոնց որ տարբերակներն նվազագույն է, միայն մոլերանդ մի ինչ որ խումբ, այ որ դուք եք ասում, այն համոզված սրսուր կամ ինչպես ժողովուրդն է ասում, այ դրանք գուցե եւ, բայց դրանք մի մարգինալ խումբ։ Եվ արտաքին պայմանները, դուք տեսնում եք ինչ է կատարվում Ռուսաստանում։ Ռուսաստանում այն ինչ կատարվում է, իրենց համար այդ հեղինակության, գերհեղինակության բազմապատկումն է 0-ի եւ հավասարեցումը 0-ի, բարձվում է, այդ որ դուք ասում եք ուժեղ դաշնակից, համեցեք, այդ որ ասում էին մենք, չգիտեմ, էս պիտի անենք, այն պիտի անենք, անելու եք, սրանց հետ, երաշխավոր, մեկնելի ձեզ երաշխավորի կամ երաշխավորող ես գնա այն մեկը կերաշխավորի։ Հա, այն մեկը, հա։ Այս ամենը ուղղակի բավականին ողորմելի է դարձել ու դա էլ դեմոտիվացնելու է մարդկանց, պարոն Սարդարյան, եւ բոլոր այն ցանկությունները, որ դուրս կգան այս փողոցային խորեոգրաֆիայի հերթական սեանսի էապես նվազեցնում է, ասենց ասեմ։ Բայց մյուս կողմից էլ այո չպետք է մոռանանք, որ Ռուսաստանում այո տեղի է ունենում, այսպես ասենք, պետության դեստրուկցիա ներսից։ Նայեք, ինչեր են խոսում սոցցանցերում եւ այլն, այդ ամենը այո մեծացնում է, նաեւ հաշվի առնելով այն բռնությանը պատրաստ զանգվածի
ահռելի չափ է, արյան հոտ առած։ Այո, մենք չպետք է նաև հաշվից գցենք այդ դիվերսիոն տերորիստական սպառնալիքը, որ կարող է այնտեղից գալ։ Դրա համար սա էլ շնորհիվ ձեր այս ընձեռած հնարավորության ուղղակի նաև օգտագործում եմ որպես առիթ զգուշացնելու դրա մասին, պետք է մեր իրավապահ համակարգը, հատուկ ծառայություններ իրենց տոնուսը ոչ մի դեպքում չգցեն։ Շնորհակալություն Ես զրույցի համար, զուտ հուսամ, որ սահմանադրության եւ օրենքների պահանջներից դուրս որևէ բան Հայաստանում տեղի չի ունենալու։ Շնորհակալ եմ զրույցի համար մեկ անգամ էլ հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։